Ողջույն, ինչպես ավելի շատ վաստակել իմանալով ձեր կենդանակերպի նշանը։ Շատերը դեռ լիովին չեն հասկացել, թե որ տանն է գտնվում իրենց Վեներան կամ Լուսինը և ինչպես դրա հետ ապրել, բայց էզոթերիկներն արդեն կոչ են անում մեզ ուշադրություն դարձնել մեկ այլ հասկացության՝ փողի տներին։ Ինչպես ավելի շատ վաստակել իմանալով ձեր կենդանակերպի նշանը։ Աստղաբանները բացատրում են, թե ինչ է սա և ինչպես բարելավել ձեր ֆինանսական գրագիտությունը հիմնվելով ձեր կենդանակերպի նշանի վրա։ Նույնիսկ եթե դուք երբեք չեք ստեղծել ծննդյան քարտեզ, հավանաբար լսել եք դրա գոյության մասին։ Ըստ էության, դա բարդ կառուցվածքային գործիք է, որը ցույց է տալիս մոլորակների դիրքերը մարդու ծննդյան պահին։ Ծննդյան քարտեզն ունի 12 հատված կամ տուն, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է կյանքի որոշակի ոլորտի համար։ Ընդհանուր առմամբ դրանք բոլորը տրամադրում են ընդհանուր տեղեկատվություն այն մասին, թե ինչպես գումար վաստակել։ Այնուամենայնիվ, երկրորդ տունը մնում է ամենակարևորը։ Այն ձեր անձնական ռեսուրսն է։ Այն նաև բացահայտում է ձեր արժեքային համակարգը, ինչն է ձեզ համար արժեքավոր, բացի գումարից, ինչպես նաև այն, թե ինչպես և ինչ հանգամանքներում եք գումար վաստակում։ Հետևաբար, աստղաբանական տեսանկյունից ձեր անձնական հորոսկոպը որպես ուղեցույց օգտագործելով լիովին հնարավոր է ավելի լավ կառավարել ձեր դրամական հարցերը։ Մենք կբացատրենք յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ուժեղ կողմերը և ֆինանսական ռիսկերը, որոնք նրանք կարող են բախվել։ Կրակի նշաններ։ Փողը որպես կիրք և ճանաչում։ Ձեր կարգախոսն է, վաստակելու համար դուք պետք է վառ այրվեք։ Ձեր գործունեությունն ուղղորդեք այնպիսի ալիքի, որը բերում է ոչ միայն ադրենալին, այլև իրական շահույթ։ Ավտոմատացրեք ձեր խնայողությունները, օգտագործեք վաճառքի ձագարաձև ուղիները։ Խոյ, ձեր ֆինանսական սկզբունքն է նախ, արագ, ռիսկային։ Դուք բնազդաբար փնտրում եք ճանապարհներ գումար վաստակելու առաջամարտիկ գաղափարներից, մրցակցային միջավայրում կամ այնտեղ, որտեղ պահանջվում է վճռականություն։ Ձեր էներգիան ձեր հիմնական ակտիվն է։ Ռիսկը դուք այրվում եք այնքան արագ, որքան վաստակում եք։ Իմպուլսիվ ծախսեր նոր ստարտափերի վրա։ Առյուծ, ձեր ֆինանսական սկզբունքն է ես ներդրում եմ կատարում իմ կարգավիճակի մեջ։ Եթե դուք գիտեք, թե ինչպես ցույց տալ ձեր անվան, տաղանդի կամ առատաձեռն ժեստի արժեքը, դուք գումար եք վաստակում այնտեղ, որտեղ կարող եք առաջնորդել, ստեղծել և տեսանելի լինել։ Ձեզ համար փողն ավելի պայծառ փայլելու միջոց է։ Ռիսկը ֆինանսական որոշումներ են, որոնք կայացվում են ցուցադրման համար։ Թանկարժեք գնումներ, որոնք կատարվում են ցուցադրական նպատակներով, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով։ Աղեղնավոր, ձեր ֆինանսական սկզբունքն է։ Բախտը կողմ է համարձակներին և լայնախոհներին։ Ձեր դրամական հոսքը հաճախ կապված է հորիզոնների ընդլայնման հետ։ Սա վերաբերում է միջազգային նախագծերին, կրթությանը, փիլիսոփայությանը և սպորտին։ Դուք լավատես ներդրող եք և չեք վախենում մեծ խաղադրույքներից։ Ռիսկը գաղափարի, ներուժի գերագնահատումն է և բյուջեի մանրամասների թերագնահատումը։ Ես ավելի ուշ կվաստակեմ, երբ ոգեշնչումը գա։ Երկրային նշաններ։ Փողը որպես հիմք և ակտիվ ձեր կարգախոսը հետևյալն է. ես ամեն ինչ ունեմ, հուսալի բանկում կամ սուլակտորի տեսքով։ Շարունակեք կառուցել ամուր հիմք, բայց երբեմն թույլ տվեք ինքներդ ձեզ փոքր, հաշվարկված փորձեր աճի համար։ Ցուլ, ձեր ֆինանսական սկզբունքն է, դանդաղ և հաստատուն հաղթում է մրցավազքում, և դուք ավելիին կհասնեք։ Դուք բնածին խնայող և գիտակ եք։ Ձեր ուժը կայանում է համբերության և ռեսուրսները այգու նման մշակելու ունակության մեջ։ Ձեզ գրավում են ամուր ակտիվները, անշարժ գույք, հող, արվեստ, որակյալ ապրանքանիշ։ Ռիսկը խոստումնալից հնարավորությունը բաց չթողնելն է, չափազանց զգուշության կամ հարմարավետ կենսակերպը փոխելու անկամության պատճառով։ Կույս, ձեր ֆինանսական սկզբունքը ֆինանսներում կարգուկանոնը հավասար է մտքում կարգուկանոնին սկզբունքն է։ Դուք գումար եք վաստակում օպտիմալացնելու, համակարգելու և կատարելագործելու ձեր ունակությամբ։ Ձեր կապիտալը ձեր հմտությունն է, մանրամասներին ուշադրությունը և պրագմատիզմը։ Դուք կարող եք շատ բան անել քիչ բաներով։ Ռիսկը միկրովերլուծության մեջ խրվելն է և ընդհանուր պատկերը բաց թողնելը, փողի փոխարեն սթրես վաստակելը։ Այծեղջյուր, ձեր ֆինանսական սկզբունքը հարստությունը կառուցվում է համակարգված, ինչպես կարիերան։ Դուք փողն ընկալում եք որպես կարգավիճակի խորհրդանիշ և երկարատև աշխատանքի արդյունք։ Ռազմավարությունը, պլանը և կարգապահությունը ձեր հիմնական գործիքներն են։ Ռիսկը ֆինանսական ասկետ դառնալը
դառնալն է, որի համար փողը պարզապես չոր թիվ է, հաշվետվության մեջ, այլ ոչ թե ուրախության աղբյուր։ Օդային նշաններ՝ փողը որպես տեղեկատվություն և կապեր։ Ձեր կարգախոսն է գաղափարներ, հավասար է նոր արժույթ։ Օգտագործեք ձեր կապերն ու գաղափարները և ներդրեք պարզ ֆինանսական հաշվապահական համակարգ։ Երգորիակներ: Ձեր ֆինանսական սկզբունքն է փողը հոսում է այնտեղ, որտեղ հոսում է տեղեկատվությունը։ Դուք գումար եք վաստակում հաղորդակցության, առևտրի, միջնորդության և գրելու միջոցով։ Դուք կարող եք ունենալ եկամտի բազմաթիվ աղբյուրներ։ Դուք արագորեն հարմարվում եք նոր միտումներին։ Ռիսկը նորության համար գնումներ կատարելն է և էներգիան շատ փոքր, պակաս շահութաբեր նախագծերի վրա վատնելը։ Կշեռք: Ձեր ֆինանսական սկզբունքն է գեղեցիկ վաստակեք և գեղեցիկ ծախսեք։ Ձեզ համար փողը գործիք է ներդաշնակություն, գեղեցկություն ստեղծելու և գործընկերությունը պահպանելու համար։ Ջրհոս: Ձեր ֆինանսական սկզբունքն է դուք կարող եք գումար վաստակել ապագայից։ Ձեզ գրավում են ոչ ավանդական, բարձր տեխնոլոգիական, սոցիալական կամ առցանց նախագծերը։ Դուք կարող եք գտնել հիանալի ֆինանսական լուծումներ, որոնք խախտում են հաստատված կարգը։ Ջրային նշաններ: Փողը որպես հույզեր և խորը ռեսուրս։ Ձեր կարգախոսն է փողը էներգիա է և էներգիան հոսում է։ Վստահեք ձեր ինտուիցիային։ Խեցգետին: Ձեր ֆինանսական սկզբունքն է փողը իմ բնի անվտանգությունն է։ Դուք բնազդաբար խնայում եք անձրևոտ օրվա համար և գումար եք վաստակում այնպիսի գործունեության միջոցով, որը ստեղծում է հարմարավետություն։ Կարիճ: Ձեր ֆինանսական սկզբունքն է փողը վերափոխման ուժն ու էներգիան է։ Դուք շատ լուրջ եք վերաբերում ֆինանսներին, ունենալով թաքնված ռեսուրսների և ճգնաժամային հնարավորությունների մեծ զգացողություն։ Ձկներ: Ձեր ֆինանսական սկզբունքն է փողը հոսում է այնտեղ, որտեղ հոսում են ոգեշնչումը կամ կարեկցանքը։ Ձեր եկամուտը կարող է կապված լինել ստեղծագործության, օգնության, հոգևոր պրակտիկաների կամ նուրբ հարցերի հետ աշխատելու հետ։ Աստղաբանի խորհուրդը նրանց համար, ովքեր ավելի խորն են ուսումնասիրել աստղերը։ Ձեր կենդանեկերպի նշանը ցույց է տալիս, թե ինչպես գումար վաստակել, իսկ նշանը, որի վրա է ընկնում ձեր երկրորդ տան գագաթնակետը, ցույց է տալիս, թե ինչպես գումար վաստակել։ Միավորեք դրանք։ Օրինակ, եթե դուք երկվորյակ եք, ապա այն համատեղելով խեցգետնի ձեր երկրորդ տան հետ, ստացվում է, որ ձեր խորշը հարմարավետ համայնքների ստեղծումն է կամ տան հարմարավետության և անվտանգության մասին կրթական նախագծերը։ Մինչդեռ էզոտերիկները շեշտում են, աստղաբանությունը չի սահմանափակում, այլ ուղղորդում է։ Ծննդյան քարտեզը բացահայտում է ներուժը, բայց անհատից է կախված դրա իրացումը։ Ֆինանսական հաջողությունը սկսվում է ձեր իրական արժեքների և ուժեղ կողմերի հասկացումից, այնպես որ հույսը միայն դնել աստղերի վրա այնքան էլ ճիշտ չէ։ Ձեզ մաղթում եմ, որ դուք կարողանաք գտնել ձեր ֆինանսական բարձունքին հասնելու ճիշտ ուղին։